Մենք քայլում ենք մեր կյանքի ճանապարհներով ու գնում ենք հեռու։ Ուր էլ գնանք, ինչքան էլ քայլենք, միևնույն է մենք թողնելու ենք մեր կյանքի ճանապարհի վրա մեր ոտնահետքը։ Իսկ կյանքի մեջ կթողնենք մեր ձեռագիրը, եւ հենց այդպիսով էլ կգրվի մեր կյանքի պատմությունը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է։ Ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում կհյուրընկալեմ մեր շատ սիրելի, վաստակաշատ հաղորդավար Արտավազդ Եղոյանին։ Պարոն Եղոյան ջան, համեցեք։ Հա ջան, ես այնքան ուրախ եմ, որ այսօր դուք եք իմ հյուրը եւ մենք միասին հրաշալի եթեր կունենանք։ Տեսնենք։ կարծում եմ, Ես համոզված եմ։ հույս ունեմ, Գնացինք։ համոզված եմ։ Այո, վերջինը շատ դիպուկ էր։ Պարոն Եղոյան, շնորհակալ եմ Հա ջան, մեզ հյուր գալու համար եւ այսօր մենք կանցնենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով։ Փոքրիկ կանգառներ կվերցնենք, կզրուցենք, կխորհենք ու նորից կգնանք առաջ։ Սկսենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որ ավտոբուսով ենք անցնելու, թե ինչով որ կկամենաք։ Ձեզ այդ ճանապարհորդելը դա կրկնակի հաճույք է։ Որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները եւ ով է ընտրել ձեր անունը։ ծնվել եմ շրջանայինում, առաջին ծննդատանը, համար առաջին։ Պլանի գլուխ էլի, հենց էին ասում այն ժամանակ։ Մայրս Մանուշակ Բաղդասարյանը, հայրս Ֆրունզե Եղոյանը, մայրս բուժաշխատող, հայրս Թաթուլ Ալթունյանի երկիպարի պետականի սոլիստ Ֆրունզիկ Եղոյանն է։ Էր լուսահոգի են արդեն երկուսն էլ։ Անունս դրելա տատիկս, իմ ամենասիրելի տատիկս, իր ավագ որդու անունը, որը շատ երիտասարդ մահացել է։ Դժբախտ էր տատիկս, ինչու, 4 երեխա ունեցավ, որոնցից 2-ն էին մնացել։ Հորաքույրս Անիկը կինո Մոսկվայի սպիտակ քանչյուլ էին ասում Անիկը, Գանձապահ եւ հայրս։ Երևի տղայի անունը որոշեց դնել տատիկս, իսկ մեր տանը ավանդական ընտանիք է եղել մերը։ Տարեցը երբ ինչ-որ բան էր ասում, մյուսները աշխատում էին չհակաճառել։ Եթե նույնիսկ հակաճառում էին, ուրեմն անպայման կատակով։ Շատ լավ, ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում։ Միշտ խուսափել եմ դրանից, բայց հիմա կասեմ վերջ արդեն այստեղս հասավ։ Մինչև 8-րդ, սկզբից տարան ինձ ուրեմն մեր տունը մայրական Սայաթնովա փողոցի սկզբում Մաքսիմ Գորկու անվան դպրոցը 114-ի դիմացի դպրոցն էր։ Հետո տեղափոխել են հիմա ռադիոյի մոտ է։ Մինչև 3-րդ դասարան այնտեղ եմ սովորել, 3-րդում տարան տատիկս տարավ ինձ 66 դպրոց Մյասնիկյանի անվան 3-րդ մասում արդեն։ Պապիկս NKVD-ի աշխատող էր, տուն էր ստացել 3-րդ մասում։ Ստալինյան շենք 3 հարգանի բարձր առաստաղով։ Մեր շենքն էր մենակ եւ 8 հատ շենք SK Սերգեյ Կիրով։ Կիրովի գործարանի 3 հարգանի Բաղդադի պատերով 3 հարգանի շենքերն էին։ Մի խոսքով խաղացել եմ, զախկա ենք խաղում, չգիտեք դա ինչ է։ Փայտերը ասենց ծայրը սրում էինք, ցից խփում էինք մեկը մեկին, հոլի պես էլի որ խփում էին հոլին, ցեխ էր, լիճը չկար, գետն էր, կամուրջից։ Այդ ժամանակ գետ է։ Այո, գետն էր, կամուրջից լողանում էինք, նետվում էինք ջուրը։ Հետո կառուցեցին այդ բանը, համարտակը դարձավ։ Ինչու եմ խուսափում, բայց պիտի պատմեմ։ Մինչև 8-րդ դասարան բացարձակ հարվածային էի։ Լավն էր, բացարձակ հարվածային։ 9-ում սկսեցի երգել։ Դա 66 թիվն էր։ Կիրովի գործարանի կուլտուրայի տունը, Նայիրի կուլտուրայի պալատը։ Մեր տներից մի քիչ ներքև է։ Այնտեղ Նայիրի անսամբլ կար։ Լևոն Իվանիչ Միրզոյանը, ջազի, պետական ջազի տրամբոնիստներ, Արտեմի Այվազյանի նվագողներից։
Առաջին անգամ էստրադային խմբում չափ տալով էր բանանում նվագում էինք մենք շվեդսկի սաստավ էինք ասում տրուբա տրամբոն սաքս եւ գիտար բաս գիտար ու դառնիկ իոնիկա այդ ժամանակ այդքան չէի տարված հետո այնպես ստացվեց որ Նայիրին Լևոն Իվանիչը մահացավ Աստված հոգին լուսավորի եւ Արեշի 5 կինոյում տեղ էր ազատվել ինչ որ արծաթել լարեր խումբ կար դու մի ասա այդ Զախարութը դրանց հետ անվագելուց եղել 68 թվին Երևանու բացումը արեցին բլուրի վրա մենք եկանք Թափուր էր օրկեստրի տեղը Լուսահոգի Աշոտ Ասյան մեր սաքսոֆոնիստը երկուսով եկանք այդտեղ նոր սկսեցինք խումբ հավաքել մեկ էլ մի ընկերուհի ասեմ ինչ ասեմ այդտեղի ապրողներից բերեց Հարութին ասես ծանոթացեք անունը Հարութա տեսեք ինչ երկիչ ա վերցրեք ձեր անսամբլում կերքի գիտարը տվին ձերը տեսանք թարս բռնեց ասել էսի նվագել չգիտես այն վերջը այդպես երկեց շատ լավ էր համով երկեր էր երկում հայկական ու այդպես ընկերացանք ստեղծվեց Էրեբունի անսամբլը հիմա ասեմ 68-67-ին մնացրին իննում ինձ որտեղ երկես տվել էի մշակույթին 3 առարկա էր լավ քիմիան հայերենս եւ ֆիզկուլտուրան 3 տարբեր առարկաներ իրար հետ կապ չունեցող հա քիմիան ասեմ շատ հետաքրքիր բան եմ ասելու որի մասին շատերը գուցեև գիտեն, շատերը ոչ։ Սիրելի աշակերտներ, սիրեք ձեր ուսուցիչներին, քանզի սիրելով եք ընդունում կամ ընկալում կամ սովորում նրա առարկան։ Երբ որևէ ուսուցչի չեն սիրում, այդ առարկան գնում ջնջվում։ Այո։ Ինձ մնացրեց պատմության դասատու։ Ասեմ ինչ էր արել։ Ինչ։ Ուրեմն ես գլուխ չգովեմ, բայց ինձ ասում են պոլիգլոտ։ Խոսակցություններ, լեզուներ եւ այլն, ամեն ինչ խոսելով եմ սովորում։ Շատ լեզուներ գիտեմ, շատ տենց գիտեմ, բայց շատերով գրել կարդալ չգիտեմ։ Նույնիսկ այդ լեզուներից թարգմանում եմ ֆիլմեր, բայց գրել կարդալ չգիտեմ։ Եթե ինձ ասեն հակառակ, նրա չեմ կարող անել։ Հայրենից ասենք ուրիշ։ Մի խոսքով այդպես ինչ էի անում։ Սովոր դասը պատմում էր, լսում էի։ Այ ձեր ցավը տանեմ։ Կիսամյակն անցել է, էլի էս կինը հենց գալիս է, հենց հարցնում է 2 հատ դնում։ Նստի 2 էլ չէ 2։ Վերջը։ 2։ Աղջիկներ սիրարվել էր ինձ։ Կողքի դասարանից։ Մոտեցավ մի օր միջանցքում ասեց Արտավազդ ես քեզ շատ եմ սիրում։ Ասի վայ հայդա ջան շատ ուրախ եմ, բայց ես Սուսաննային եմ սիրում։ Սա գնում մորը պատմում է մերն ավելի է թշնամանում իմ հետ։ Ինձ իննում մնացրին մի խոսք։ Եվ նորից 2։ Հա։ Հիմա ասեմ ինչ էր անում։ Պատմում էր տարեթվերը, պատմական տարեթվերը դիտմամբ սխալ էր ասում։ Ինձ էր ստուգում, որովհետև ինչ որ բան զգացել էր, բայց չէր հասկանում։ Մի օր ասեց, հենց մտնում էր Արտավազդ գրատախտակի մոտ գնում էի ու պատմեցի, ինչ որ պատմել էր նախորդ դասին։ Նստի 2։ Դասարան ասում են, ընկեր Ավագյան, այս մարդը նորմալ պատմեց, ինչի եք 2 դնում, հա? Պատմությանը գիրքը հանի։ Եկա հանեցի դարակից։ Նայեք։ Տպարանի հոտը գալիս էր։ Սա գիրք չի բաց է, սա ինչ, բա ինչ իմացակ, ասում է, ես դիտմամ պատմական թվերը սխալ եմ ասել, որ տեսնեմ ինքը Կարդացել է թե ոչ։ Կարդացել է թե չէ։ Ու լրիվ ասել եմ են սխալները, որը որ ինքն է ասել, ես տեն ընկալել եմ, տենց էլ ասել, վերջը մնացրի։ Իննս մի կերպ անցա ուրիշ դասարան, նոր շրջապատ, վերջը 10-ս ավարտեցի, 12 հատ 2-ում էի, 2 26 պարտադիր։ 12 առարկայից, բայց 11 էինք, այնքան էին բանանում, որ պետք է էլ պատմեմ, որ տեցա տենց։ Ուրեմն մեր Սիմոնյան անունով դիրեկտորն էր դպրոցի, մի թևը չկար պատերազմի մասնակից էր։ Ուրեմն
Աչը չկար, ձախով էր, գրում, ձախով էր բանանում, ձախով էլ սիլում էր։ Մի օր կանչեց։ Արիստեղ։ Մնացի շատ կոպիտ էր խոսում։ Մոտեցի։ Գետինը մտնես։ Ասում եմ, ինչի ինքեր Սիմոնյան, ինչ եմ արել։ Ինչ եմ արել։ Մեկ-մեկ դասանում երգում էին, տղեկը ես էլ երգում եմ, դրա համար ծույթում եմ։ Վերջը 460 բացակա 460 բացակա գետինը մտնես Ֆրանսիայի դասատուն եկավ էսի ասեցին Գեր Սիմոնյան տարին 365 օր ունի 460 օր այդ լավ էր աշխատեց ուղեղս հա հələ կանչեք այդ լաչարին ղժղժ էինք ասում Ֆրանսիայի դասատուին որտեղ իրոք լաչար ձայն ուներ Ինձ չէր սիրում նայել։ Ինչու, որովհետև ես երիտասարդ ժամանակ Չերոմուշկայում մի ընկեր ունեի, անունը Քյաթի, Կատյա էր Քյաթի։ Մայրը Մարսելից, հայրը Բրաշովից, Ռումինիայից։ Եվ նրանք լավ պոկեր էին խաղում, դե նույնիսկ ամուսնացած ժամանակ ինձ տիկին Սյուզանը զանգում էր Մարգո, կնոջս, ախտույնս է, որ պիտի գա Քյաթիի հետ մնա գիշերը։ Մի սենյակ էր, բայց մենք քույր եղբոր պես էինք, այտենց հարազատ մի խոսքով։ Այտենց մոր հետ խոսում եմ, ինչ սովորում եմ Մարսելի բարբարով, ֆրանսերենը։ Դե այն ժամանակ չեմ հասկանում դա ինչ էր։ Տենց եմ սովորել։ Սա որ խոսում եմ, ես այդ բարբարով եմ ասում, դուրս արի։ Դուրս էր անում ինձ, ես չեմ հասկանում ինչի։ Pourquoi, madame, ինչ էր անունը։ Հարությունյան։ Va-t'en Դուսարի կորի մի օր էլ ասեց սալու շատ փոտ բառ է էլի գնացի բայց չէի հասկանում այդքանը հետո պարզվեց այդ արդեն 88 թվականին եմ պարզել երբ կռունկ պարախմբի հետ գնացել էինք Ֆրանսիա վերից վար աչից ցախ Ֆրանսիայում գաստրոլներ էինք տալիս առաջին այցս էր 88-ին Ֆրանսիա այդ ժամանակ Վերջում Փարիզում էինք արդեն դեռ կա ռեժիոն Լիոնեզ, ռեժիոն Պարիզյան, Դրոմարդեշ, մի խոսքով սա այդ բաներ Բրետանյը, վերևի մասն է, Պրովանսը, դի հարավն է Մարսելը, իմ իմացածը Պրովանսի բարբար։ Բայց այդքան լավ էլ չգիտեի որ ասեմ, այնտեղ բացվեց առաջին։ Հա։ Երբ հրաժեշտ էին տալիս, մի հատ կին նստած կողքս նստարի ճիպոտի պես ձեռքերով սենց արեց։ Դե որ խոսում եմ, ես եմ խոսում, բայց տավեց Monsieur, vous êtes d'où? Պարոն դուք որտեղից եք, ասի, d'Arménie։ Non, d'ici, ստեղից որտեղից եք։ Ասում եմ, pourquoi vous posez cette question? Ինչ եք այդ հարցը տալիս։ Հայրեն ասեմ, որովհետև ասում եմ դու խառնում ես Ֆրանսիայի բոլոր դեպարտամենտների դիալեկտները։ Ինչ լսել են սովորել եմ։ Մի նախադասության մեջ 5 բառ եմ ասում, 5 տարբեր ռեգիոնի բառ է, այդպես բան։ Նոր հասկացա, որ ես համահանել եմ։ Վերջը այդպես սովորեցի մադամ Սյուզանից այդ ֆրանսերենը ու ինքը ինձ դուս էր անում։ Մի խոսքով դրա համար 460 օր բացակա էր դրել ինձ։ Ահա։ Բայց տարին ունի 365 օր։ Ու շաբաթը մի անգամ թե երկու անգամ էր ֆրանսերեն էլ էտել։ Պարոն Եղոյան, հիմա ես մեզ շատ սիրուն զրույցին եւս մի հոգի կմիանա։ Էլի ձեր նույն անունն ունի։ Բայց ազգանունը տարբեր է։ Ու ձեզ շատ հաճախ այսպես ազգանուններով խառնում են։ Արտավազդ Բայացյանն է մեզ միանում, պարոն Եղոյան։ Համեցեք պարոն Բայացյան եւ միացեք մեր գեղեցիկ զրույցին։ Տեսնում եք մեր հյուրը որքան ոգևորվեց եւ դուք եկաք մեր տաղավար։ Քաղցր եղբայրի հարազատ։ Ինձ էլ են ասում Արտավազդ Բայացյան բարի գալուս մեր տաղավար։ Համեցեք։ Ձեր ազգանունները շատ հաճախ խառնում են։ Ազգանունները չէ, մեզ հաճախ խառնում են, բայց ոչ արտաքինով։ Անունները։ Ասում են, ասեմ։ Ահա։ Ինձ փողոցում որ տեսնում են, շատ անգամ որ եթեր չէի մտնում, մի քանի տարի այդպես եղավ էլ, մի 10 տարի եթեր չէի մտնում։ Աղջի տես երրորդ տալիքի բանը։ Բանը, ճիշտ է։ Մի օր մեկն ասեց, վայ աղջի մեր բանն է կա։ Ասեցի ուր է իր ուղարկել որ եկա, վայ աղջի։ Այդ է, մեկը ասում մեր Բայաթյանն, ասում եմ չէ, ես Եղոյանն եմ։ Այո։ Այդտեղ է շատ հետաքրքիր մի դեպք,
Ուրեմն մեկը ասեց, «Վայ, ես ձեզ ճանաչեցի Եղիշե Եղոյան»։ Ասի տնաշեն ոչ անունն ես իմը տալիս, ոչ ազգանունն։ Վայ մեր Եղիշե։ Ոնց եմ կարոտել Եղիշե։ Պարոն Եղոյան, ձեր որդու հետ խաչքի հետ զրուցում էինք, մինչ այս նկարումներն, ասում այ Արայիկ ջան, շատ ժամանակ փողոցում տեսնում են, ասում են Բայացյանի տղեն է, ասում չէ, ես Եղոյանի տղան եմ, ես Բայացյանի տղեն չեմ։ Ասում այդ ազգանունները խառնելու, բայց ժողովուրդ ջան, երկուսն էլ սիրված մարդիկ են, երկուսն էլ հրաշալի անձնավորություն են եւ ես շատ ուրախ եմ, որ ձեզ նման լավ մարդկանցով այսօր իմ զրույցը ավելի գեղեցկացել եւ պարոն Բայացյան, դուք ինչ կպատմեք պարոն Եղոյանի մասին, ինչպիսին է նա իր տեսակով, իր ապրած ստեղծագործական կյանքով։ Չտեսնված անձնավորություն է, ինչ պետք է պատմեմ, ես ոնց կարող եմ արտավազդի մասին վատ բան ասել։ Ամաչեցի։ Հա, դե այնպես ստացվեց, որ ասենք երկար տարիներ անընդհատ մեր ճանապարհները խաչվում էր։ Ասեմ, այն երաժիշտ ժամանակվա բանը Երևանի խումբ կար, այդ տարիներից սկսած։ Երբ մենք նվագում էինք, հետո երրորդ ալիքը էլ չասեմ ինչքան, հա, արձագանքով բավականին այնց ակտիվ բաներ կար, հետաքրքիր ծրագրեր էինք անում, բան շատ լավ էր։ Հետո մի կարևոր բան էլ կա, մենք մոտիկ ենք ապրում, այդքան հեռու չենք։ Այո, բոլորս երրորդ մասից։ Այո, երրորդ մասում ենք ապրում։ Ինքն էլ 3 զոքանչունի, ես էլ։ Այդպես է, հա։ Դա անգամ այդ տեսակով եք։ Ավելի չկա։ Դե ես ասեմ, որ մեր ժամանակներում տենց հավատարիմ շնորհքով մարդկանց որ տեսնում ես միշտ ուրախանում ես։ Արտավազդը բացառություն չի, ինքը հենց այդ մարդկանցից է։ Ինչ որ բան կա, այն ոնց են ասում։ Գիտես որ եթե մարդ, չէ, իրոք մի ամաչի, եթե մարդ մի գործով զբաղվում է ու ինքը չունի այնց քողական բանը, ավելի լավ այդ գործով չզբաղվի։ Խարիզման, ինքը խարիզմատիկ անձնավորություն է։ Ինքը եթե ինձ թվում է, եթե ինքը հեռուստատեսությամբ էլ չզբաղվեր, երգերը լավ կլիներ։ Հա, հաստատ։ Հնարավոր բան չի, որ ուրիշ լիներ։ Հիմա մի բան, ասեմ, կներես ընդհատեցի։ Ես միշտ, չնայած ես չեմ ընդունում բարի նախանձ բառը, որտեվ նախանձը արդեն չար բան է։ Ոչ թե նախանձ, այլ երանի էի տալիս, որ իրանց նման երկող լինեի, ասեմ ինչի։ Ձայնի տեսակը ուրիշ է, թող չնեղանան, մեզանից ոչ ոք էլ տենց ձայներ չուներ։ Բայց մարդիկ գրում էին եւ երգում էին իրենց գրածը։ Իսկ ես Deep Purple էի երգում, Յան Գիլանի, ես եմ ինչը կամ UI Hip կամ դա ապագա չուներ։ Իսկ իրանց ապագա կար։ Այ երբ իմ կյանքում արդեն անցա հեռուստատեսություն, ուրախացա այնքանով, որ իրանք կան դեռ։ Իրանց իմ ընկեր երգը առաջինն էր, որ եթեր տվեցի ձեր։ Իմ ընկեր, գժվում եմ այդ երգի համար, Չինարի ծառը։ Բոլոր երգերը, ու ես որ մոնտաժում էի, աչքերիցս, ես էի մոնտաժում հաղորդումները, աչքերիցս արտասուքը գնում էր, ասում էի, ես ձեր ցավը տանեմ, ինչ լավ է, որ դուք մնացել եք։ Մենք ծմրվեցինք, Հարութը գնաց Ամերիկա, մի խոսքով ամեքը մի կողմ մնացինք ես ու Կոկոն, բասիստը մնացինք, այդպես։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, շատ էի սիրում իրանց։ Այն խմբեր, 4-ը կար, հիշում ես 4-ը։ Հա, ոնց չէ։ 4-ը, բան ով էր այնտեղ։ Այնքան այն ժամանակ մի հետաքրքիր շրջան էր, ասենք Արմենչիկ։ Հա, Արմենչիկ, սենց մի հետաքրքիր շրջան էր, Beatles-ները արդեն սենց ցույց են տվել իրանց ու երիտասարդությունն էլ ստեղ էլ չնայած ամեն ինչ փակ էր, տեղ չէր հասնում, ոչ շատ քիչ բաներ էր հասնում, կծկտուր ինչ որ բաներ, բայց երիտասարդությունը ոնց որ այդ ալիքի վրա էր եւ բոլորը ուզում էին ինքնահաստատվեին, ինչ որ մի բան ասեն։ Հա, բիտլոմանիա էր, այո։ Ոչ մեկ չի կարա դա թաքցնի, ազդեցությունը շատ մեծ էր ու ես ասեմ, որ այն ժամանակները այն որ փառատոններ էին անցկացնում Դինամոյում ու հետաքրքիր բաներ էր ու սկամարոխները որ եկել էին սկամարոխները բանը հա ես հիշում եմ որ ես այդ համերգին հիշում եմ գրածքին էլ էր եկավ երկեց այնց հետաքրքիր ու իրանք էլ էին զարմանում որ մեր մոտ տենց բան են անում որովհետև այն ժամանակ սովետական միությունում այդ ամեն ինչը փակ էր Woodstock-ի նման բայց քիչ էր ժողովուրդը բայց մեծ համերգներ էինք տալիս այսինքն մազերով երկար երրորդ մաս
ասում այդպիսի մազերով մեկը մանգար կբռնեին մազերը կկլնեին։ Բայց ես այդ կդրողներից մեկը ես էի։ Մի օր մեկին որ բռնես, բադու, ասում եմ ես երկի չեմ նվագող եմ, դու ինչ ես։ Ոչ մի բան դու գնում ես։ Պիտի կտրեմ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ Բիտլամանյան, այո, մեզ տարավ է։ Սերունդեր, որ բոլորի վրա ազդում էր, դա ու ես զգում եմ, որ այդ բանը շարունակական է։ Լսի, հիշում ես սովետական երկի փառատոնը։ Հա, ոնց չէ, տավարիշ պեսնյա, բան։ 73 թիվն է։ Տենց բան կար, տավարիշ պեսնյա։ 73 թե 75 թիվն է, 30-ամյակը երբ էր։ Դրեցին սովետական երկի փառատոն։ Այս մարդիկ կային, ինձ եկավ ասմարդ, Երևանի։ Արբուշկան։ Гарбушкин իշմես։ Հիմա նայեք ինչ արեցի։ Արա մի հատ я песню как ветром наполню страну, о том как товарищ пошел на войну։ Այդ երգը բդի երգեմ։ Բայց երաժշտությունը մերոնք արասմա զազվելի մուզասի հարուտ։ Հիշում ես Ջոն Լորդի գործը։ Բանը concert for group and orchestra։ Բանի beat գրուպայի եւ օրկեստրի համար համերգը 40 քանի րոպեանոց գործ։ Ասի հիշում ես գիտարի պարչան։ Տադամ, տադադադամ, հա, բամ, падабам, тим, парабам, тим, парабам, бам, 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 я песню как ветер, բայց գիտես, չէ՞ որ հաղթեցինք առաջին տեղ տվին մեզ իրանց, առաջին տեղը մի քանի բանի տվին, բուլիկը, ներողություն, ցոլակիչ ներողություն, Մարտին Վարդազարյանն եկավ սենց ան, տղա ջան, Эту մեիր ֆրասնում, ասում եմ ինչ ա եղել մայստրո, տղա Ջոն Լորդի գրած գործը բերել էր սովետական երկի փառատոն, դենա շատ գիտակ է, հետո մենք ընկերացանք իմ ազիզ, իմ համով ընկերն է Մարտին Վարդազարյանը, ցոլակիչ, Պարոն Բայացյան, ինչ կմաղթեք մեր հյուրին, որպես այս հատվածի զրույցի վերջաբան, ձեր մաղթանքը։ Ես կմաղթեի, որ նախ ինչպես ասում են, մենք պետք է անպայման ասենք, որ առողջ լինի, մեկ, եւ երկրորդը շատ կուզենայի մեր հանդիպումները հաճախ լիներ, եւ երրորդն էլ շատ կուզենայի նա ստեղծագործող անձնավորությունն է, որ այդ ջիղը երբևիցե չդադարեր ու միշտ այդ գործում լիներ։ Թեկուս եւ կապ չունի, ասենք, ոնց արտահայտվեց, դա հեռուստատեսություն կլինի, թե նկարահանումներ Թե թողմախից կլինի, չէ, դες բան մի ասա։ Թե ընդդեղից կստեղծագործի։ Պետք չի, դա մեզ չի հասնի։ Ես ուզում եմ ասեմ, որ ստեղծագործող մարդը պետք է ստեղծագործի։ Իր գործը հենց դա է։ Արտոյի մոտ այդ փայլուն է ստացվում։ Ես ասեմ եւ նկարահանումներով, այս վերջերս նույնիսկ այս շատ վերջեր չասեմ, երևի մի 2 տարի առաջ մի երգ կար գրել էի, հիմա այդ երգը Արտոն բան արեց, սենց հայկական սենց ռոմանսի կարգի երգեր ու բանը ու ինքը կլիպ հավաքեց, սենց մոնտաժեց, մեկ-մեկ բացում եմ, դայվებ, սենց հետաքրքիր է, շատ սիրու դա ստացվում։ Անակնկալ։ Հիշում ես, ես, դու, Եղիշը, ելով կար հետներս կալանավորներ էինք նակերկով, որ խաղացինք, այդ նյութն եմ կտել։ Չունես թե ունես։ Ես չունեմ։ Ուրեմն ունես։ Ուրեմն ունեմ, всё։ Հրաշալի է։ Շնորհակալ ենք։ Շատ լավ հիշողություններ կա։ Շատ շնորհակալ ենք, պարոն Բայացյան ջան, շատ ապրեք, որ դուք էլ միացաք մեր զրույցին։ Ես էլ եմ շնորհակալ, որ սենց լավ, ինձ համար էլ սա շատ լավ անակնկալ էր, հաճելի։ Այս կարևոր բան է, Արայք ջան, սենց է, արտավազդ, որ ստե նստես բոլոր քո ցանկությունները կկատարվի։ Ես հիմա կգամ։ Երկու արտավազդ։ Միանգամից բոլոր ցանկությունները ձեռներս դնեն գլխի, թե դու դնես մեր գլուխների։ Ես այսպես կամ այսպես անում։ Ու կասեմ, Սելերուստադիտող մեր տաղավարը լիքն է, որովհետև շատ լավ մարդիկ են հիմա իմ տաղավարում։ Ես շատ ուրախ եմ, որ երկու արտավազների հետ առիթ ունեմ մտերմանալու, շփվելու եւ շատ ուրախ եմ, որ այսօր հենց դուք եք իմ տաղավարը լցրել ձեր դրական էներգիայով։ Բայ ես ինչքան ուրախ եմ։ Ես իմ նպատակը պահեցի, մենք կարճատև դադարենք վերցնում, վերադառնում ենք ու շարունակենք մեր զրույցը։
Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը։ Մինչ կանցնենք մեր զրույցին, ուզում եմ նշել, որ կարող եք մեր բոլոր եթերները գտնել նաեւ մեր YouTube-յան ալիքում։ Այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք, դիտում եք, թողնում եք ձեր առաջարկությունները եւ իհարկե մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ, որ շարունակում եք մնալ անդավաճան եւ հավատարիմ։ Պարոն Եղոյան, այն որ նշում եք, ասացիք 3 զոգախաչեք ունեցել, դա ճիշտ է։ Դե որ երրորդ մասում էի ապրում 3 երեխա ունեի, սաղ տենց եմ ասում, 3 զոքանչ, 3 կին, 3 մի կինոս։ Մի քանի տարի առաջ կորցեցիք ձեր կնոջը։ Առաջի կովիդի առաջի հարվածի ժամանակ COVID-19-ը։ Այո։ Ինչ հիվանդություն ասես վրես կար, բացի այն մյուսներից էլի, բայց կինոս հիվանդություն չուներ, չդիմացավ ինչ արեց։ Ինքն էր COVID-ն էր մահվան պատճառը։ 4 օր միջնեք տղայիս էր խնամում, ասում էի COVID-ը, ասում էր չէ գրիպ է, ասի դե գնաց դուք չգնաց 4 օր 5 օր, խփել էր թոքերին։ Մի խոսքով։ Ինչ փոխվեց նրա գնալուց հետո։ Ամայացավ տունս։ Դատարկվեց։ Մնացի մենակ։ Սկսվեցին ավելի շատ զանգեր, առաջարկներ։ Բարձա չէ ինչի տեղ ազատվել։ Այո, տեղ ազատվել։ Գոռոզություն չեմ անում, ուղղակի այստեղ է։ Մի զանգեր չեմ ուզում, ոչ, մեկին։ Այո, հավատարիմ ամուսին։ Մի խոսքով կատակ իհարկե շատ վատ բան է, հատկապես խաչիկն է շատ ծանր տանում։ Մի ռեքվիեմ էր գրեմ, մա, տեսել եք երևի։ Կյանքում երաժշտություն չէր գրեց։ Այո։ Գեղեցիկ բանաստեղծություն գրվեց նաև։ Գիտես ինչ։ Տխրությունը եկավ իմ տուն, որ ծիծաղի տուն էր։ 70 թվականին ամուսնացանք, մայրս ամուսնացրեց ինձ շատ այդքան 20 տարեկան հասակում նշանեց։ Ինչա որ ընկերուհիներ շատ ունեի, հանկարծ չընկնեի վատը, ինչ որ ձեռքեր, բերեց մի շատ լավ աղջկա Թիֆլիսից, իր հերու ազգական, բարեկամն ազգական չէ, ծանոթներից մեկի աղջիկը։ Մի խոսքով, այդպես ծանոթացանք, ընկերացանք ու ամուսնացանք, 3 երեխա ունեցա, 3 լավ երեխա ունեցա, աղջիկս ամուսնացավ Ռուզանի տղայի հետ, գիտեք երևի, Մհեր Մկրտչյանի փոքրիկ քրոջ, Էդգարի հետ, Խաչիկից վերջապես ամուսնացրեցինք։ Այո։ Արմանս էլ ամուսնացավ, բայց բաժանվեց կնոջ հետ, չգիտեմ, բայց թորս ինձ հետ է։ Այո։ Թորնիկս այո գալիս է, Ալենը շատ լավ տղա է։ Մի խոսքով ապրում ենք էլի։ Այո։ Պարոն Եղոյան, կյանքի արժեքները որտեղ են, ինչի մեջ են թաքնված կյանքի արժեքները։ Կյանքը նախ ինչ ունի։ Ինչ արժեքի մասին խոսքը։ Արժեքավորվում է ընտանիքով, զավակներով, թոռներով, ծնողներով, հարազատներով, ընկերներով, հարևան։ Դա է արժեքը։ Մարդկանց հետ շփվում ես, բայց որ մենակ նստում ես, երեքս ենք ես, Խաչիկը, Արմանը, ասենք ամենքս մի սենյակում նստում ենք ամբողջ երեկո միջև քնելը իրար հետ չենք շփվում համարյա։ Լավ, չեմ ուզում ծանր ինչ-որ ամպեր կուտակեմ, ուղղակի ասեմ, մարդ չկա, որ հետը կատակեմ, կոմպյուտերի հետ եմ կատակում, երբեմն էլ ինչ-որ սխալ եմ անում, ընդեղից հայոյում է։ Ինքը տենց սխալվել եք։ Պարոն Եղոյան, բազմաթիվ, եթե ես չեմ սխալվում, մոտ 300 եւ ավել ֆիլմեր եք կրկնօրինակել։ 443։ Ահա։ Եվ հատկապես այսպես շատ մեծ իմաստայնություն ստացավ Անրի Վերնոյի Մայրիկ ֆիլմը ձեր կրկնօրինակմամբ, ձեր ձայնով։ Եվ ձեր ձայնը նաև ստիպեց, որ մարդիկ էլ ավելի մոտ լինեն այդ ֆիլմին։ Այդ ֆիլմի կրկնօրինակման ժամանակ։ Կրկնօրինակում չի դա, սինխրոն թարգմանություն է։ Սինխրոն թարգմանության ժամանակ։ Ասեմ, ես ընդհանրապես եւ որպես Անրի Վերնոյն էլ չգիտեմ, սա ասվել է մեր եթերում, ուղղակի երևի կրկնեմ, այդ կտորը նույնիսկ ունեմ ինտերվյու իր հետ, Մերի Զարյանի ինտերվյուներ, Վերնոյն ասում էր, չեմ դարձներ ֆիլմս, այսինքն չեմ թարգմանի,
գուզեք նետիդել, ասեք Աշոտ Մալաքյան անունը որ Վերնոյ անունը որ քերեկն է, դագը Մալաքյան է, Աշոտ Մալաքյան, ես հայ եմ, բայց ֆիլմը ստարցրել եմ ֆրանսերեն, ասեք Աշոտ ֆիլմը գուզենք, երկուքն ալ կառնեմ, կուկամ մդի գրեք։ Այդտեղ ասեցի, այ հոգուտ մերն եմ։ Այն ժամանակ Հայաստանում 5-6 հոգի ֆրանսերեն գիտեին։ Այդ ֆիլմը որ նայեն, ինչ պիտի հասկանան։ Ժակի Ներսիսյանի հետ Փարիզում արդեն երկրորդ անգամ որ գնացի, Լաղոթոնդ ռեստորան կար, որը վերջերս իդեպ բար կիզել էին, որ վարվել են։ Բանից հետո, Նոթրդամից հետո դա էին վարել։ Այնտեղ Tour de Montparnasse կա այդ շենքը, ոնց որ օբսիդիանից բարձր աշտարակա Montparnasse-ի, դրա դիմացն է անկյունում։ Նստած ենք, ասեց, ախտո Ժակին իմ լավ ընկերն է, Ներսիսյան, գիտեք, չէ՞, Աբգար է, այն ոչ Իհարկե։ ոտքը բանեն, հա։ Ասեց, գիտես, լսած եմ, որ ֆիլմը գուզես դարձունել, բայց գիտես, որ Վերնոյը գպարգանա։ Ասի Ժակի, գիտես, որ այլևս դարձուցած եմ։ Ասմա ինչպես։ Ասի ինքը Հայաստանում այժմ ազգային հերոս է, որովհետև ժողովուրդը հայերեն հասկացավ եւ ամենակարևորը, երբ ֆրանսերենից թարգմանում ես, այն ոնց են ասում, չոր բառից բառացը սարսափելի բան է ստացվում, հասկանում ես։ Ես հայկական ջիգար դրեցի մեջը։ Այո։ Դրա համար հայի սրտին տիբավ։ Այո։ Աբոն, ինչպես ենք, ասեցի մի վարքան, կհերացայինեմ տիկնոջս, կասետները գբերեն, մեկ շաբաթ վերջը, դե շաբաթը մի բաներ չվերթ էր գալիս, հա, դեր երկար պիտի նայ 45 օր, ասի կտանես մդիկ կնե, նայր որ չկոտրի, ասի որտեղ օրիգինալներն են։ Ասես լավ, տես տվեցի տարավ, ասմա, գիտես Անրի ֆիլմը դարձուցած էր, աման ես ադոնց մարն edem ու կասետնա շպրտ։ Դա հայոյանք է, բայց նենց հայոյանք չի։ Վերջը, չկոտրես ասում եմ, մդի գրեն նոր։ Վերջը դնում է, պտի կար 10-15 րոպեից, եկավ 4.5 ժամ հետո, 2 սերիան նայեց մարդը։ Գիտես ինչ ասեց, դե այդ Ժակին ասում, ասում է, գիտես ախտո, մդիկ գներ, խենտի բես, և սա որ, աման, լման ցայները գեցած են, բոլոր ձայները կան դերասանների, որտեղ ինքը չէր սիրում, ասում, այնտեղ ինտերվյուի մեջ ասում է, եթե նույնիսկ հայ հանջարեղ դերասան Բեբեհեքյան ազգանունով տնեմ անոր ցայնը Օմար Շարիֆին վրա, չեմ ուզեր, նույնը որ Օմար Շարիֆին ցայնը չեմ տներ անոր վրա, գուզեմ որ ինքը ըլլա իր ցայնով, ես դրանից վախենալով արեցի այն, ինչ որ անում էի արդեն մինչև այդ տակից թեթև թավ ձայնով տվեցի։ Եվ մի քանի բան կար, որ ուղղակի փոխեցի հայկական ջիգարով։ Այնտեղ ասում է, այն որ դատի ժամանակ ասում է, պարոն Տելերյան, դուք ընդունում եք, որ մարդ եք սպանել, ասենց այնտեղ ասում է, je suis un homme, mais je suis pas un meurtrier։ Ես մարդ սպանել եմ, բայց ես մարդասպան չեմ։ Հայրեն այդպես թարգմանելը չի հասկացվում ինքը ով է։ Ես էլ ասեցի, այո, սպանել եմ, բայց ես մարդասպան չեմ։ Սատանա, դաժան, հրեշ եմ սպանել էլ։ Այդ մի բառը հանում ես արդեն մի քիչ գալիս է հայի սրտին ականջին պարկում է։ Եվ այդպես շատ բաներ։ Շատ։ Շնորհակալ ենք, պարոն Եղոյան։ Հիմա մեր տաղավար կբերվի մի իր, որը ժամանակին եղել է ձերդ, եթե ես չեմ սխալվում։ Մի ինչ։ Իր։ Իր։ Խնդրում ենք, մոտեցրեք։ Այ։ Ժամանակին սա ձերն է, չէ՞ եղել։ Էսով է տվի բանը Արա Երնջակյանն է։ Այո, մենք գտել ենք այն։ Որտեվ ես սա ոչ մեկին չէի տա։ Ինքը արժեր դրան։ Տատիկիս պատիֆոնն է։ Պատիֆոնը ձեր տատիկին է պատկանել։ Եվ դուք նվիրել եք թատրոնին, այո, կամերային թատրոնին։ Ֆեղում թատրոնի բանը երիտասարդական կամերային թատրոնի։ Այո։ Երբ եք նվիրել։ Քանի տարի առաջ էր որ նվիրեցիք։ Անցած դարում։ Օ։ Այո։ Անցած դարում։
Երևի։ Հա, էլի անցած դարում 90 Այո, անցյալ դարում։ կատակով ասեցի, Անցյալ դարում, բայց իրականությունն է։ Հարցազրույց էինք անում եւ էլի բան եմ նվիրել, կարծեմ։ Կինո պրոյեկտորել եմ տվել, շատ բաներ ունեի այդպես։ Այն ժամանակ աշխատում էի մշակույթի նախարարության հանրապետական գիտամեթոդական կենտրոնում Մուսայել Անուշավանիչ Գալոյանի հիմնարկում։ Բաժնի վարիչ էի եւ տեխնիկոսները բաները։ Իսկ սա չէ, սա տատիկինս էր։ Ասում եմ, սրտիցս պոկեցի տվեցի։ Բայց իրականում ես հենց դա եմ ուզում հարցնել, որ շատ դժվար է հին եւ կարեւոր արժեք ներկայացնող իրերը Այսինքն հիմա բաժանել։ բերել եք ինչ վերադարձնեք։ Ոչ, բերել ենք, որ դուք վերապրեք այդ ժամանակահատվածը։ Այսինքն տանելու եք հետ։ Էլի տանելու։ Արան չէր տասա, որևէ։ Այո, էլի տանելու ենք։ Արա ջան, շնորհակալ եմ լավ հուշերի համար, շնորհակալ եմ, որ չես մոռացել, ես քեզ շատ սիրում եմ։ Մենք այդպեսի երկելու ենք։ Երկերուն ենք։ Շնորհակալ ենք։ Գնացինք առաջ, շարունակենք մեր զրույցը, իրականում շատ հետաքրքիր է ստացվում։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ այսքան դրական ու անկեղծ զրույցի համար։ Ինձ կասեք, ինչ է ձեր կարոտի անունը։ Նոստալժի, Նոստալգի։ միջազգային։ Գիտես ինչի, որտեվ դա իմ լավ, իմ շատ սիրելի ընկեր Արա Գևորգյանը ունի նոստալժի ստեղծագործություն։ Եվ շատ ու շատ, եւ բանա երգում նոստալժի։ Եսի մի կարոտախտ մի քիչ լավ չի ինչում, հայ նոստալժի լավ է։ Նոստալգի, չէ՞։ Բարեր կա, որ չի կարելի հայերեն թարգմանել։ Պատկերացնում ես ինչ ծիծաղելի բաներ, ասեմ մեկը։ Ասեք։ Այն զուգարանակ կոնքի վրայի այն բանը, որ իջացնում է, չէ՞, անունը գիտես ինչ են թարգմանել։ Գրքով։ Ինչ։ Գրքով գիտես ինչ են թարգմանել։ Չէ։ Բռնվի։ Նստաշրջան։ Նոստաշրջան։ Մերավոր կարդացի։ Այդ ուրիշ լրիվ այլ ընկալում կա, չէ՞, այդ բառը հետ կա։ Ազգային ժողովի նստաշրջան։ Այո։ Չի կարելի։ Նստաշրջան եւ նստաշրջան։ Տրամվայն էլ դդխկիկ զնգզնգի քսեց գիրքը կա բացեք քթեք չգիտեմ բրոշյուրի պես գիրք ներվայնացած չի կարելի հայերենը աղավաղել ես միշտ պայքարում եմ մինչև հիմա էլ պետք է ասեմ ամենուր ասում եմ այս հարգելի երեսփոխաններ հարգելի մարդիկ հարգելի նշանավոր մարդիկ այդ հան միասի ասեցի հա գնացի հա տո այդ է Այո։ չի կարելի էլի չի սիրում հայերենը Իննել նես մարդիկ իմ ընկերների մեծ մասը ասում են, հա։ Այն օրը պատահաբար ես էլ քիչ էր մնում ասի զարմար ինձ։ Պարոն Եղոյան, դուք նաև շատ ընկերասեր եք։ Սիրում եք ձեր ընկերներին, կարևորում եք նաև նրանց նշանակությունը ձեր կյանքում։ Իսկ գիտեմ, որ շատ հետաքրքիր կյանքի ճանապարհ եք անցել, որը լի է եղել նաև դժվարություններով, վերերկներով, անկումներով, եւ հենց այդ ճանապարհների ընթացքում բոլորս էլ հանդիպում ենք մեր ընկերներին։ Ընկերներին դուք հեշտ եք ընտրում, թողնում եք ձեզ ավելի շուտ մոտենան, թե դուք եք փորձում ավելի շուտ մոտենալ։ Ինչպես է տեղի ունում այդ ընկերության ընտրության քիմիան։ Ես մի հատ հասարակ բառ կասեմ։ Ընկերներին չեն ընտրում։ Ընկեր դառնում են։ Հասկանում ես Սխալ ասել ես ունեմ բազմաթիվ ընկերներ, չկան այդպիսի մարդիկ։ Հիմա մարդիկ կան, որոնք շատ են շփվում ինձ հետ, մի օր մեկն էլ ասեց անունը չեմ տա, ասում եմ մենք ընկերներ ենք, ասեցի կներես, ասի ցավը տանեմ։ Մենք ընկերներ չենք, մենք լավ ծանոթներ ենք։ Ոնց։ Ինքը Արա Գևորգյանի ընկերն է, էլի։ Ասում եմ դու Արայի ընկերն ես, իմ ընկերը չես, իմ լավ ծանոթն ես։ Դրանից հետո սկսեց հաճախ գալողի էր բերում, խմում էինք, բանմա, որ ընկեր դառնանք, դեռ չենք դարձել։ Իմ ընկերս ասում Պասկևիչյանն է։ Իմ ընկերը Իրաջանին, որ գնաց, Եղիշե Պետրոսյանն է։ Նրանք ընկերներ են, որտեվ հայրս որ մահացել էր այն ժամանակ Կիրովականում։ Առաջինը ընկերներիցս Եղիշներ Պետրոսյան, որ մենակ քշել ավտոն եկել, քթել էր Տարոն թաղամասի վերևում, քթել էր, որ Արտավազդ Եղոյանի հոր հուղարկավորության օրն է, Եղիշեն։ Այդ հենց են դառնում ընկեր։ Ընկերը
Արանը, որ զանգում ասում է Արջան, ինչա պետք։ Ասում եմ բան պետք չի։ Ինչա պետք, մի բան բերեմ, բա դադարք ձեռով կամ, ասում եմ Արջան, դու որ գալիս ես, տունս լցվում արդեն։ Էլ ինչ դադարք ձեր։ Մենք իրար հետ գիշերներ ենք անցկացրել լավ իմաստով, գործ ենք արել էլի։ Խրսկինս գրում էր խանութում էր քնում, որտեղ Սպանիայում էր մոնտաժային։ Այդպես ուզում եմ ասեմ Գագիկ Կարապետյան, մանուալ թերապևտ, Լոս Անջելեսում է հիմա։ Չգիտեմ, իմ կարդացած Գուգոն լսել եք։ Այո։ Հեղինակը մասաժիստ Գագիկ Կարապետյան։ Սիրո թեմաներով, արևը մարհեց եւ այլն։ Մտեք մեր YouTube-յան, կտեսնեք այդ բոլորը։ Հիմա էլ Բատյան եմ կարդում, ավարտում եմ արդեն Գագոյի։ Ուզում եմ ասեմ ընկերները, ոնց կարամ ցոլակիչին չասեմ իմ ընկերնա, Մարտին Վարդազար, իմ հարազատ, իմ ազիզ։ Մի խոսքով չնայած ես բոլորին ընկերոջպես եմ վերաբերվում, բայց ընկեր հասկացողությունը շատ ավելի խոր իմաստ ունի։ Այո։ Կյանքի ընկերը իմ կինն էր։ Այ դա էր ընկերը։ Իսկ ընդհանրապես կին Արմատ Էլմիրա Արսենյանն է իմ ընկերը։ Հա, մեր երրորդ տալիքի պրոդյուսերը։ Ես չեմ ասում տղամարդ կինը, նա շատ կանացի, շատ բարի, շատ մարդկային կին, ունենալով նաև ինչ-որտեղ չոր կոպիտ նկատողություններ, որոնք տեղին են։ Այսինքն մարդը ասում է այն, ինչը տեսնում է։ Ես էլ եմ այդպեսին դարձել իր շնորհիվ։ Իսկ Հարութ Փամբուկչյանի հետ ընկերությունը չի շարունակվում։ Չէ, ափսոս, բայց 55 տարի շատ ու շատ լավ բաներ կար, համով բաներ կար։ Իսկ չեք ցավում այդ ընկերությունը, որ այդպես խալխլվեց։ Ես ցավում եմ, ինքը չի ցավում։ Չեք պատկերացնի ձեզ ինչքան շնորհակալ եմ։ Ինչի համար։ Ձեր ներկայության։ Լավ, ինչ։ Այսքան գրագետ զրույցի, այսքան սիրուն պատմությունների, ոչինչ չթաքցնելու, հենց այստեղ է երևում մարդու իսկական մարդ տեսակը։ Դուք բաց եք եւ ձեր եթերներում, եւ ձեր ապրած կյանքում, եւ դա բոլորը գիտեն, բոլորն են նկատում, ել չեմ խոսում ձեր գեղեցիկ ձայնի մասին։ Հիմա մենք մոտենում ենք մեր նամակին։ Ես ձեզ կփոխանցեմ։ Կարողա պայթի։ Չէ, կարողա պայթի գեղեցիկ խոսքերից։ Ես կփոխանցեմ այս ծրարված նամակը։ Դու զմրսածին, հա։ Դուք կարող կբացեք, Բայց բանալին։ Բանալին հենց այն գախնի բանալին է, որը կբացահայտի, թե ով է նամակի հեղինակը, վերջում են կհասկանանք, իհարկե այնտեղ գրված չի հեղինակի անունը։ Կինա թե տղամարդ։ Տղամարդ։ Եվ ձեզ համար շատ հարազատ մարդ։ Դուք որ կարդաք միգուցե ընթացքում արդեն հասկանաք, եթե ոչ, ես ձեզ կհուշեմ անպայման։ Բայց պիտի խնդրեմ բարձր կարդաք։ Հա, բայց այս ակնոցներս հեռու նայելու են, դրա համար մոտիկից մի քիչ հրաշք անձնավորություն Արտավազ Դիոյան։ Նվիրված քեզ շրջապատող բոլոր մարդկանց, քեզ համար երբեք էական չի եղել գիշեր թե ցերեկ, այո, ճիշտ է։ Ընկերության համար պիտի ամեն ինչ անես։ Դու կարողանում ես բոլորին լինել օգտակար եւ գոհացնել անշահախնդիր, այո։ Հայա գրողը։ Բազմիցս դու, չէ, հայ ասելով հայախոս, թե ռուսախոս կամ ֆրանսախոս։ Հայախոս։ Հա? Բազմիցս դու մեր խնդրանքները կատարել ես մինչև վերջ, այո։ Նույնիսկ քո ընտանիքի հանգստի հաշվին ես Արայիկն ագրեք է որքան։ Չեմ ասի, վերջում կասեմ։ Նավարկությունից բերած քո մեծ օգնությունը խթան հանդիսացավ, որպեսզի Արայիկսա մշակույթի հետ կապված գործը շարունակվի եւ հասնի հրաշալի ավարտի, այո։ Համապատրաստից հերոստայեթերների ասպետ, մամա ջան, աչքս մանա, մի խոսքով Արայիկն է ես, մեծ իմպրովիզատոր, այո, հնարավոր է, ես եղել եմ այդ ամենի կենթանի վկան, Մերնեմ ջանիդ, հալալ կեսս, ցանկանում եմ, որ Աստված քո սրտի չափով քեզ ետ վերադարձնի, թաղվեմ այ տղա, ետ վերադարձնի ուր ահա հեսա, ցանկանում եմ քեզ մոտ այնպեսի շրջադարձ տեղի ունենա, որ դու կարողանաս քո բոլոր կիսատ թողած գործերն ավարտին հասցնես։ Ես ցանկանում եմ, որ ապրես միշտ ժպիտով եւ փոխանցես միմյանց
միայն լավ լուրեր։ Կներեք, սիրելի հեռուստադիտողներ, սա հեռունայելու ակնոցն է։ Օրինակ Մարտինը, որ մոտիկ է կարդում, ակնոցը էսպես անում, որ կարդա։ Ցոլակիչը։ Այո։ Չէ, հաստատ սա Արայիկն է։ Այո։ Արա Գևորգյանի նամակն է։ Որտեվ սա կարող լիներ նաև Սասունը Պասկևիչյան, որտեվ իր հետ եմ գիշերներ անցկացրել Աշխատանքային։ Բանի, հա։ Ձեր ապրած կյանքի մեծ փորձը շատ պատմություններ է տեսել, պարոն Եղոյան։ Եվ ես ձեզ շատ շնորհակալ եմ այսօրվա մեր հետաքրքիր զրույցի համար, եւ որպես վերջաբան ինչ կասեք կամ ում ինչ ունեք ասելու։ Դե ասեմ ժողովրդին, ես ձեզ սիրում եմ։ Դա բոլորը Դա փաստ է։ Ճիշտն ասած, ես գոռոզ մարդ չեմ։ Եվ շատ դեպքերում, որ հրավիրում են մի տեսակ բան եմ լում, ասում եմ լավ էլի չգնամ, բայց ոնց կարամ մերժեմ մարդկանց։ Ես օրինակ մեկին կանչեի, չգար շատ պատկես գայի իմ եթերի համար։ Դրա համար ասացի, որ մեռնեմ, էլ պետք է գնամ։ Հիմա ափսոսում եմ, որ այդպես եմ մտածել։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի զրույց էր։ Նման չէր բանին, որովհետև ասում են, ախր բոլոր տեղերը նույն հարցերն են։ Փողոցում մի ժուրնալիստ մոտեցավ։ Երկար միկրոֆոնը։ Ճղճղան ձենով ոնց որ հիմիկվա էս լրագրողիկները։ Շատերը չէ, մեծերը չէ, շատերը։ Մի խոսքով մտցնում է բերանոց։ Պարոն Եղոյան, դուք կենթանակերպով ինչ եք։ Էշ։ Պարոն Եղոյան, կենթանակերպում էշ չկա։ Ասի մենակ ես եմ այդ էշը, որ քեզ պատասխանում եմ։ Դրա համար էլ չկա։ Լավ էլի մի հարցի պատասխան։ Ինչքան աշխատավարձ եք ստանում։ Ասի մեկ օր եմ աշխատում 250,000 դրամ։ 4 օրը միլիոն։ 8 օրը երկում եմ, սկսում եմ փողերս հաշվել, այ մարդ, ամսվա մեջ մի օր եմ աշխատում, 4 շաբաթվանը կարդում եմ, շաբաթը 60,000, անմա 250,000։ Այո։ Այդպեսի հարցեր կան, մեկ էլ մի գյումրեցի եկավ, ժամանակ ունենք, էդ էլ ասեմ։ Ունենք։ Վայ խուրբան դեղնիմ, վերջապես քեզի կդա։ Ասում եմ, ինչի կորել էի, մեր տուն եկավ, ինչ-որ մեկը բերեց, չեմ հիշում ով։ Մե ֆիլմը մեմ շինեք, ուզեմ որ քաղցր ծենդ վրեն եղնի։ Ասեցի, հաճույքով, այդ ժամանակ առաջ 2 ատամս հանած էր, ասեցի, բայց մի չեմ կրնանա։ Ասեց, ինչի՞ որ, քեզ տեսնի, ասի, ինչ խոր ծակ պագրիշկա եղնեմ, ֆսֆսագ է։ Ողուլ, դու որ դեղացի ես, ջումրեցի ես, ասեցի, չէ, դե որ հումորը տեսա, բա ինչ ես։ Դե որ ասեցի ինչ ես, ես էլ ասեցի ինչ եմ, լեն պերանով արաղի շիշ։ Դիգ ինչ է, դե կավարցու կյումրեցու խարնուշն իշկ է, դու կյումրեցի ես, էդ ինչ ումոր ունես, բդի կարդաս, բայց չկարացա, որտեղ չկարատամ։ Այդպեսի բան է շատ է հանդիպում, կամ փողոցում որ տեսնում են։ Արտավաս ջան, քո մայրիկը, ասում եմ իմ մայրիկը չի, Վերնոյի մայրիկն է։ Քո մայրիկը։ Այդպեսի բաներ են պատահում։ Շնորհակալ եմ, պարոն Եղոյան։ Ես էլ եմ Շնորհակալ եմ, իրոք շատ հաճելի էր։ Վաղուց այսքան ջերմ զրույց չէինք ունեցել։ Նստած կոմպյուտերի հետ կռիվ էի տալիս։ Դա։ Երբեմն չեմ էլ ուզում, որովհետև հիմնականում խաղեր եմ խաղում, դե տարի ու կես ինֆարկտից հետո համարյա եթեր չեմ մտել։ Լավ բան է եթերը, ժողովուրդ։ Գիտեք ինչու։ Երկու բան կա։ Ես միշտ ասում եմ, այդտեղ նստած ոսպնյակից այն կողմ հաստատ ինձանից խելացի մարդիկ են։ Ես երբեք դա չեմ արել, ուսուցչի դիրք են բռնում, սկսում են դաս տալ, սկսում են ուղղություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր մեր այսօրվա եթերը, հրաշալի պատմություններ, խոստովանություններ, հումոր, կյանքի իրական դեմքեր եւ իհարկե անկեղծ զրույց։ Ես շնորհակալ եմ եւս մեկ անգամ, իրոք ինձ համար մեծ պատիվ էր։ Ձեզ հյուրընկալելը եւ ձեզ հետ այս 1 ժամը անցկացնելն այս տաղավարում։ Ես էլ եմ շնորհակալ, որ այսօրվա օրվա ընթացքում մի 2 ժամ ինձ նվիրեցիք հաճույք հաճելի պահեր։ Սիրով։ Այս նկարները որ տեսա, մի տեսակ վախեցա։ Ինչու։ Ես իմ ասեցին սև թելից էլ կկապի։ Երբեք ընդհակառակը սպիտակ շրջանակի մեջ ենք վերցրել։ Դուք պիտի շատ երկար ապրեք։ Մենք դեռ
սպասում ենք ձեր նոր եթերներին, ձեր նոր հետաքրքիր ֆիլմերին եւ ստեղծագործական նոր գործունեությանը։ Սիրանո դե Բերժերակը նայեք իմ թարգմանությամբ Սիրով։ եւ այդպիսի շատերը կան։ Սիրով։ Սելերուսադիտող այսպիսին էր մեր այսօրվա եթերը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով։